Միգրացիան մարդկանց տեղափոխությունն է մի վայրից մյուսը։ Միգրացիաները կարելի է դասակարգել ըստ տարբեր հատկանիշների։ Ժամանակակից աշխարհում միգրացիոն հոսքերը տեղի են ունենում բնակչության մեծ թիվ և կենսամակարդակի ցածր ցուցանիշ ունեցող երկրներից դեպի բարձր կենսամակարդակ և աշխատուժի պակաս ունեցող զարգացած երկրներ։ Առանձին երկրի հանդեպ միգրացիան լինում է արտագաղթ, երբ երկրից մեկնում են, և ներգաղթ, երբ գալիս են երկիր։ Այս երևույթը եղել է մարդկության պատմության տարբեր փուլերում, սակայն այսօր այն դարձել է լուրջ սոցիալական խնդիր մեր երկրում։ Շատ մարդիկ թողնում են իրենց ծննդավայրը, աշխատանք, կրթություն կամ ավելի լավ կյանքի պայմաններ որոնելու հույսով, բայց յուրաքանչյուր հեռացողի հետ գյուղը կորցնում է իր մի մասնիկը՝ ձայնը, կյանքը, ջերմությունը։ Հայրենաց գյուղը ևս զբաղվում է այս խնդրին։ Վերջին տարիներին շատ ընտանիքներ լքել են գյուղը աշխատանքի բացակայության, սոցիալական դժվարությունների կամ կրթության հնարավորությունների պակասի պատճառով։ Մեր հարցման տվյալներով յուրաքանչյուր 3 ընտանիքից մեկը ունի արտագնա աշխատանքի մեկնած անդամ։ Դրա հետևանքով նվազել է գյուղի բնակչությունը, գյուղատնտեսական աշխատանքները, իսկ դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի կրճատվում է, սակայն գյուղում մնացած մարդիկ շարունակում են պահել իրենց հողը, տունը և հավատում են, որ կյանքը այստեղ կարող է նորից ծաղկել։ Գյուղի վարչական ղեկավար Գևորգ Մարտիրոսյանի հետ կատարած հարցազրույցից տեղեկանում ենք, որ 1990-ական թվականներից մինչև այսօր գյուղից հեռացել են 32 ընտանիքներ, և վարչական ղեկավարի հետ հարցազրույցից և համայնքի բնակիչների շրջանում իրականացված սոցհարցումներից պարզ դարձավ, որ բոլորը միակարծիք են միգրացիայի պատճառների վերաբերյալ և որպես գլխավոր պատճառ նշում են աշխատատեղերի բացակայությունը։ Մենք Հայրենացի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներս ուսումնասիրելով խնդիրը առաջարկում ենք մի շարք լուծումներ։ Առաջինը՝ անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր, երկրորդ՝ խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքային ծրագրերին։ Երրորդ՝ բարելավել ենթակառուցվածքները և կազմակերպել մշակութային միջոցառումներ։ Չորրորդ՝ ստեղծել մեկ տուն, որը կբարձրացնի գյուղի հեղինակությունը և գյուղի բնակիչներին թույլ կտա գովազդել և վաճառել իրենց ստեղծած բարիքները, օրինակ՝ պանիր փառատոն կամ բերքի տոն։ Եթե գյուղը կենդանի լինի, մարդիկ կվերադառնան։ Մենք հավատում ենք, որ հայրենաց գյուղը կարող է ունենալ լուսավոր ապագա։ Գյուղը այն վայրն է, որտեղ սկսվում է հայրենիքը։ Եթե ամեն մեկն իր անկյունում սիրի ու պահպանի իր տունը, միգրացիայի ալիքը կդառնա վերադարձի հոսանք։ Մեր ապագան այստեղ է՝ հայրենաց հողում։ Սիրիր քո գյուղը, այն քեզ է սիրելու։